Քանի դեռ դդմիկի առատ սեզոնն է, եկեք միասին համեղ նախաճաշ պատրաստենք, մեկ տապակի մեջ մաքսիմալ օգտակարությամբ ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Խոհանոցը մաքուր է մնում, տան անդամները գոհ են, էլ ինչ է պետք օրը լավ սկսելու համար։ Երկու չափաբաժնի համար մեզ անհրաժեշտ է 1 միջին չափի դդմիկ, 3 հավկիթ, մի փոքր փունջ համեմ, տապակի չափով կտրված լավաշ և 1 լոլիկ։ Տապակի մեջ մի փոքր ձիթ հայյուղ ենք լցնում և տարածում ենք, երկար ժանյակների ենք բաժանում դդմիկը։ Քանի որ դդմիկը մատղաշ է, ես այն չեմ գեղևազատում, հենց այսպես էլ կշերտատեմ։ Ինչպես գիտեք, վիտամինների մեծ մասը գտնվում է հենց գեղևի մեջ։ Որպես միջուկ ես կօգտագործեմ նաև 2 շերտ պանիր, կարելի է վերցնել ցանկացած տեսակի հալվող պանիր։ Ի դեպ բարեկամներ, այս նախաճաշը կարելի է պատրաստել ցանկացած միջուկով, տարբերակները բազմազան են։ Դդմիկի շերտը տարածելուց հետո համեմում ենք աղով և սև պղպեղով, կոտրում ենք 3 հավկիթ։ Շուտով ձեզ կներկայացնեմ նաև սնկով, լավաշով և բեկոնով պատրաստվող ևս մեկ համեղ նախաճաշի տարբերակ, այնպես որ մնացեք ինձ հետ։ Հավկիթները հարում ենք, տարածում ենք դդմիկի շերտի վրա, ուշադրություն, բաղադրիչները միասին չենք խառնում։ Մի փոքր աղ և սև պղպեղ ենք ցանում, ավելացնում ենք մանր կտրտած համեմը, վերջում դնում ենք լավաշը։ Ցածր կրակի վրա թողնում ենք 2 րոպե, պարտադիր ծածկում ենք կափարիչով։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ 2 րոպե անց մեկ այլ ափսեի օգնությամբ հեշտությամբ շրջում ենք, վրան դնում ենք մի քանի կտոր շերտատած լոլիկ, ռեհան և պանիր։ Այս համեղ օգտակար նախաճաշը կարելի է պատրաստել դդմիկի փոխարեն վերցնելով կարտոֆիլ կամ գազար, կամ համատեղել 3-ը միասին։ Միջուկը կարող է լինել նաև մսային, տարբերակները ինչպես տեսնում եք շատ են։ Թողնում ենք ևս 1 րոպե, որպեսզի պանիրը հալվի և մատուցում ենք։ Հայկական անմահական լավաշը ամեն տեղ հրաշքներ է գործում, անչափ համեղ է ստացվել, դուք էլ փորձեք։